կասեմ նիստը վերջացավ այն նոտայի վրա ավելի շտուկ հայտարարեցիք ինձ միջում այն նոտայի վրա, որտեղ հստակ կերպով խուսափումը տեղ ունենում։ Մեկ տարի շարունակ այդ խուսափումը տեղի ունեցել է, հիմա եկել հասել ենք այնտեղ, որտեղ կոնկրետություն կա գործի մեջ, որոշակիություն, այն ինչ որ մեկ տարի շարունակ ասվում էր։ Դատախազները օգտագործելով ծաղրանք, համարանք եւ այլ բառեր, փորձելով ցույց տալ կիսատ ընդ որում ամեն ինչը, մեր հարցերին չեն պատասխանում ուղղակի։ Ուղղակի չեն, այդ ապացույցները ինչ են ապացուցում, ոչ մի բան։ Փորձաքննողների անուններ եւ այլն, ոչ մի շարունակություն չունի։ Բացարձակ կոնկրետություն է պահանջում, եւ օրենքն է այդպես ուզում, եւ դուք եք ասել բազմիցս, եւ եթե ուզում եք ծաղրանքի ու կամարանքի լեզվով շարունակել խոսել, պատրաստ եք դիմակայելու, այն ինչ որ ստանալու եք, մի արեք նման բան։ Այո, եթե ձեզ թվում է թե մենք չենք զգում դա, մի կարծեք որ չենք զգում, լավ էլ արտահայտում եք ինչ որ ուզում եք։ Այո, ուրեմն զգացողությունս է այդպեսին։ Ես ձեզ հետևյալն եմ պարզապես ներկայացնում, կոնկրետացեք, ասեք, պարոն Սարգսյանի ասածը շատ կոնկրետ է, տիկին Սողոյանի ասածը շատ կոնկրետ է, և մյուս մեր պաշտպաններին է, ինչ են սրանք փաստում, էլ չեմ ասում ում հետ են կապված, ինչու եք ուզում տանել վերջում եզրակացություն, ինչպես մեղադրանքներ, այնպես էլ եզրակացությունը վերջացնեք հարցը, ոչ, ինչ կապ ունի Լիդիան, ասենք այդ զենքերի հետ, ոչ մի կապ էլ չունի, և եթե կապ չունի Լիդիան, Հայկը կապ ունի, Հայկին ով է հանձնարարություն տվել որևէ տեղ, որևէ կերպ օրինակ այդ զենքերը օգտագործել այս նպատակով, այս գործի հետ ընդհանրապես խորքային իմաստով, որտեղ է արձանագրված, ձայնագրություններ չբերեցիք առաջին, որպես որ պետք էր դա անել, չարեցիք, որովհետև ասելիք չկա այնտեղ, գրությունները, ահաբեկչության պլան եւ այլն, հայ, խոսում են, լավ չեմ անդրադառնում նրանց։ Ուրեմն ինչ ասում էին, որ պետք է բերվի, որպեսզի տեսնվի թե այդ ահաբեկչության պլանը ինչի շուրջ էր կառուցված, ինչով էին իրականացնելու, գոյություն չունի, զենքեր, մարդկանց օրինական զենքեր, դա էլ չեն ասում, թե ինչ կապ ունի գործի հետ, ինչ ապացույց է դա բավարարում, ինչ հետազոտում է դա բավարարում, ոչ մի բան, զենքը սրանն է, այս ինչի տնից, եթե թաքստոցից գտնեիք կամ այն որ փնտրում էին անընդհատ կամ չգիտեմ, մեկ ուրիշ տեղից գտնեիք Հայկի անունով կամ մյուսի Մովսեսի կամ մյուսի անունով լիներ, նույնիսկ դա կասկածելի կլիներ, մարդու տանը դրած օրինական ձևով փաստաթղթեր կողքեր, հետևաբար կոնկրետ ասեք, մի խուսափեք, մի խուսանալեք, սա մարդկանց կյանքերի հետ է կապված, սա պարզապես գործ չի, ձեզ համար կամ որևէ մեկի համար, եթե գործը, մեզ համար կյանքը, անունը, պատիվը, հետևաբար նաև այս տեսանկյունից մոտեցեք, դուք իրավունքի տեսանկյունից էլ ամբողջական չեք արտահայտում, էլ չեմ ասում բարոյական տեսանկյունից, ինչքան կարելի է սա հանդուրժել, սա տանել, չի կարելի, հետևաբար կոնկրետացեք, ես օրինակ անընդունել եմ համարելու, հաջորդ փուլին անցնի, ինչ է փաստելու դա, ոչ մի բան, նույնն է լինել։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։